Շնորհակալություն, պարոն վարչապետ, տպավորություն է, որ ձեր հայտարարությունները դուք անում եք, դրանից sense բում է լինում եւ դա անցնում գնում է։ Օրինակ, երբ որ ասեցիք, չեմ ուզում կաթողիկոս, որը ամենօրյա ռեժիմով թե պարբերաբար զեկուցում է հատուկ ծառայության, օտարպետության հատուկ ծառայության լեյտենանտին, դրան ոչ մի բան չհետևեց։ Եթե այդ հայտարարությունը իրականություն էր, ապա դա սկանդալ էր պայթել եւ մենք դատախազություն հարցում ենք անում, ասում է չունեմ տեղեկություն, որ վարչապետի այդ հայտարարությունից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել կամ քրեական վարույթի մասին տեղեկություններ կան։ Դուք այս հայտարարությունից հետո արդյոք հրավիրվել եք որևէ քննչական մարմին, որևէ քննչական գործողության մասնակցել եք թե ոչ, եւ եթե իրավապահ համակարգը որևէ բան չի ուզում անել, դուք եթե նման տեղեկատվության եք տիրապետում, ինչու հանցագործության մասին հաղորդում չեք ներկայացնում։ Լսեք, փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիչ Ներսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել Խորհրդային Միության ժամանակ։ Ասում եք սկանդալ է պայթել, այդ սկանդալը ինչի չի պայթում։ Վերջը պարզել եք, այդ ճիշտ է, թե ճիշտ չի, փաստաթղթեր են հրապարակվել։ Եվ հայտարարություններ են եղել, որ այդ թվում հրապարակային հոգևոր ծառայողների կողմից Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին։ Ես ասեմ, որ ես հետաքրքրվել եմ, մեր ծառայություններն էլ այդ նույն տեղեկությունը ունեն։ Այո, ԱԱԾ-ն ունի այդ տեղեկությունը։ Բայց ինչ? Ինչի վարույթը ԿԳԲ-ի գործակալ լինելու համար վարույթ չեն կարող հարուցել, որովհետև իրանք եղել են Խորհրդային Միության քաղաքացի։ Հիմա արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ուրեմն ամեն ինչի, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում, որովհետև կա օպերատիվ աշխատանք, կա հակահետախուզական աշխատանք, կա հետախուզական, բոլոր անհրաժեշտ միջոցառումները արվում են։ Էլ չեմ ասում դրա հետ բազմաթիվ այլ շերտեր կա, որը ամեն ինչը իր ընթացքով լուծում կստանա։ Հիմա սկանդալը կա, թե չկա։ Հիմա նոր Նախիջևանի թեմի առաջնորդը ԿԳԲ-ի գործակալ է եղել։ Դա սկանդալ է, թե սկանդալ չի։ Ինչ որ սկանդալ չի։ Գիտեք ինչի սկանդալ չի, որովհետև սկանդալը կախված է նրանից, թե ով է ֆինանսավորում սկանդալը։ Մենք քանի որ սկանդալ չենք ֆինանսավորում չկա։ Բան սկանդալ չկա։ Իսկ նրանք ովքեր ֆինանսավորում են, իրանց հետաքրքիր չի այդ սկանդալը, դրա համար սկանդալ չկա։ Այո, ես հիմա էլ եմ ասում։ Ես հիմա էլ եմ ասում եւ դա իմ գնահատականն է եւ դա նաեւ ակնհայտ իրողություն է։ Այսինքն ձեզ համար նորություն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Ինչով է նորություն։ Չեք տեսել փաստեր։ Ուշադիր լրատվությանը հետևեք կտեսնեք այդ փաստերը։ Քրեական գործա ձեզ պետք դա տեսնելու համար գնացեք ձեր գրած հրապարակումները նայեք, մամուլի հրապարակումները նայեք, պաշտոնական հաղորդագրությունները նայեք։ Ամեն ինչա որ քրեական գործով է լինում։ Բա որ քրեական գործերով այդ ձեր հրապարակումները, որ քրեական գործերով չի հիմնավորում, ինչի չեք հերքում։ Ինչի չեք հերքում, օրինակ այն հրապարակումներ ներողություն խնդրում հանրությունից, ասելով որ մենք սենց բան էինք գրել, չի հաստատվում, քրեական գործով հերքվել է դա։ Ինչի ներողություն չեք խնդրում։ Բա որ ամեն ինչ քրեական գործերով է։ Բայց ձեր քանի հրապարակում է, որ քրեական գործով հիմնավորվել է։ Քանի հրապարակում կա։ Այսինքն սկանդալը հոբանով չի։ Ինչի՞ չեք էլ հարց տալիս, որ այս պաշտոնյանա տուն գնել, այն պաշտոնյան։ Այն բանից հետո, երբ ասում են բրիֆինգին ներկա լրագրողների 70%-ը տուն է գնել։ Հիմա դա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Բա ինչի քրեական գործեր չեն հարուցվում այդ առիթներով։ Որ հարուցվեն պետք է ասեն բանը, չէ՞, մամուլի հետապնդումը։ Որ հարուցվեն ասելու են եկեղեցու դեմ հետ։ Մենք ոչ մամուլին ենք հետապնդում, ոչ էլ եկեղեցուն։ Մենք հանրության հետ կիսում ենք մեր տեղեկատվությունը եւ ակնհայտ տեղեկատվությունը։ Հիմա հետաքննություն արեք։ Հիմա ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին տեղեկատվությունը ճիշտ է, թե ճիշտ չի։ Ինչի հարցում։ Միջև այսօր որ լրագրողն է կաթողիկոսին հարցրել
աղջիկ ունեք թե չունեք։ Հարց 1։ Երկրորդը դա համատեղելի է արդյոք ծառայության հետ։ Հարց 2։ Ձեր եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է թե չէ։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Եկեղեցին ֆինանսական թափանցիկություն ունի թե թափանցիկություն չունի։ Հարց տվել եք, ինչի իմիջիայլոց ասեմ 10 եպիսկոպոսների թեման ինչից է սկսել։ Երբ որ հանձնախումբ ա եղել, որը ասել է, որ Արշակ կամ Սամվել Խաչատրյանի հետ կապված իրավիճակը պետք է քննվի։ Եվ Կտրիչ Ներսյանը հրաժարվել է դա քննի։ Բայց հարցեր ինչի չի տրվել։ Հիմա կարող է այդ լեյտենանտը արդեն կապիտան ստացել։ Լավ աշխատանքի համար։ Հաջորդ հարցը Միր։ Պարոն վարչապետ, ԵԱՏՄ նիստի արդյունքներով որոնք են այն հիմնական որոշումները կամ նախաձեռնությունները, որոնք Հայաստանի տնտեսության զարգացման համար առաջնային են կամ որ որոշումներն եք դուք առավել կարևորում։ ԵԱՏՄ նիստի արդյունքներով որոնք են այն հիմնական որոշումները կամ նախաձեռնությունները, որոնք Հայաստանի տնտեսության զարգացման համար ավելի կարևոր կամ որոնք եք դուք ավելի շատ կարևոր։ Առաջիկա նիստի թե նախորդ, որովհետև մի հատ Դեկտեմբերի 11-ի։ Հա, դեկտեմբերի 11-ի։ Օրինակ, մասնավորապես մենք էլեկտրոմոբիլների քվոտայի հարցը լուծվեց եւ ընդհանուր առմամբ շուկայի կարգավորման արգելքները վերացնելու մաքսային ընթացակարգերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված օրակարգեր են քննարկել եւ շարունակական հարցեր են, որոնք հիմնական խնդիրը այնա, որ տնտեսական փոխգործակցությունը ավելի արդյունավետ դառնա, բայց գիտեք ինչ ամեն ինչ չի, որ ֆորմալ որոշումներով է կարգավորվում։ Հիմա օրինակ տեսեք, Ղազախստանի հետ տեսեք մեր քաղաքական հարաբերությունները ինչ բարձր մակարդակում են։ Եվ Ղազախստանը եւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են։ Բայց եկեք նայենք առևտրաշրջանառությունը։ Շատ փոքր։ Ну, փոքր իր պոտենցիալի համեմատ եւ փոքր, այո, բացարձակ թվով էլ փոքր։ Ինչու լոգիստիկ կապերի խնդիրների պատճառով։ Եվ հիմա այն որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվել, նոր հնարավորություններ է բացում նաեւ ԵԱՏՄ-ի սահմաններում։ Կամ հիշում եք օգոստոսի 8-ին, երբ որ օգոստոսի 8-ի հռչակագրից հետո ասում էր, որ սա հակառուսական որոշում է, որ սա ընդդեմ Ռուսաստանն է։ Ես էլ ասում եմ ոչ։ Ասում եմ սա նոր հնարավորություններ է բացում նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար։ Հիմա այն ինչ անկախ Հայաստանի եւ անկախ Ռուսաստանի պատմության մեջ չի եղել երբևէ, օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների արդյունքում տեղի է ունեցել։ Հայաստանը եւ Ռուսաստանը ունեն երկաթուղային կապ։ Եվ նաեւ այս որոշումները ԵԱՏՄ շրջանակում շատ ակտիվացնելու են։ ԵԱՏՄ շատ կան ռազմավարական որոշումներ, ընթացակարգային որոշումներ, որոնք կոնկրետ արդյունքը այս վերջին նիստի մասնավորապես 15000 էլեկտրոմոբիլների քվոտաներ, որը հանրությանը շատ հետաքրքիր է, մաքսային ընթացակարգերի հարցեր են քննարկել եւ այդպես շարունակ։ Հաջորդ հարցը հանրային ռադիո։ Պարոն վարչապետ, 3 հարց ունեմ, թույլ տվեք ընթերցեմ։ Ռուսաստանի